Բարի օր, սիրելի հայրենակիցներ, ես այս եթերով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նոր ինձ զանգահարեց քննիչը և հայտնեց, որ այն գործով, որով պարոն Վարդան Ղուկասյանը մեղադրվում էր իբրև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կոչերով հանդես գալու այդ գործով, հայտարարեց, որ գործի հետ կապված փորձաքննությունը լեզվաբանական և հոգեբանական արդեն իսկ պատրաստ է և նա պատրաստվում է ծանոթացնել գործի նյութերի հետ պարոն Վարդան Ղուկասյանին, այդ թվում նաև նրա պաշտպաններին, այդ թվում նաև ինձ, այդ կապակցությամբ ցանկանում էր ճշտել օր և ժամ և նաև հայտնեց, որ միջնորդություն է ներկայացնելու դատախազին այդ գործով, որպեսզի կայացվի կարգման որոշում, այսինքն մենք ունենք արդեն իսկ հետնահանջ այն մեղադրանքից, որ իբրև թե պարոն Ղուկասյանը հանդես էր եկել կոչերով ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և այս հետնահանջը հավանաբար իհարկե միջազգային ճնշումների ներքո է տեղի ունեցել և միջազգային հաշվետվության համար է այս հետնահանջը արձանագրվել, բայց այնուամենայնիվ կարող ենք ասել, որ այս ապօրինի քրեական հետապնդումը, որը սկսվեց այն հանրահայտ անձի կողմից, ով ռաբիզի տակ վերջերս իր խմբակի անդամների հետ, այսպես ասենք, այդ բառով գործենք, տժժում էր, այդ ռաբիզի տակ տժժացողի պատվերը, որը հնչեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հոկտեմբերի 1-ին և դրանից հետո սկսվեցին քրեական հետապնդումները պարոն Ղուկասյանի նկատմամբ, կարող ենք ասել այս պայմանությամբ արդեն իսկ հետնահանջ են ապրում և այսօր այդ քննիչը կտանի, կծանոթացնի, որ այդ հայտարարություններում պարոն Ղուկասյանի որևիցե հանցակազմ չկար, որովհետև այդպիսին է նաև փորձաքննության եզրակացությունը և դրանից հետո այդ քննիչը ընդհատվեց կապված քրեական հետապնդման հետ, այսինքն քրեական հետապնդման դադարեցման հետ կապված։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները իրենց սև գործը իհարկե անում են, բայց այնուամենայնիվ քրեական հետապնդում է նախատեսում, իհարկե բավականին ցայտուն է և այնքան ցայտուն է, որ հնարավոր չէ դա այդքան երկար թաքցնել։ Ըստ էության մենք ունենք հոկտեմբերի 24-ից մեղադրանք պարոն Ղուկասյանի նկատմամբ, որը կարող ենք ասել տևեց բավականին երկար, 2 ամսից ավելի, և այս մեղադրանքը ըստ էության փչվել է։ Նույնպես պետք է փչվեն այն բոլոր մեղադրանքները, որը առաջադրվեցին պարոն Ղուկասյանին այս ընթացքում, և ես հավատացած եմ և համոզված եմ, որ պարոն Ղուկասյանը շուտով ազատ կարձակվի և կշարունակի ղեկավարել Գյումրին և մենք կտեսնենք Գյումրիում իրապես և ժողովրդավար ղեկավարում և արդյունավետ ղեկավարում և նաև կոմպետենտ ղեկավարում։ Այսքանը ուզեցա այս պահին ձեր հետ կիսվել այս լուրով և ասել երբեք պետք չէ ուղղակի հուսահատվել, այլ պետք է առաջ գնալ, դժվարությունները մեր բոլորիս համար են, բայց այնուամենայնիվ նրանք նաև հաղթահարելի են։ Այսքանը։